Իրավապահները պետք է բացահայտեն խորհրդարանական ընտրություններում ընտրակաշառքի ողջ սխեման և պատասխանատվության ենթարկեն բոլոր ընտրակաշառք բաժանողներին։ Այսպես են կարծում Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը և Քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը։ Ազգային ժողովում ճեպազրույցի ընթացքում նրանք նաև շեշտեցին, օրենսդրական նախաձեռնությամբ են հանդես գալու, որով ընտրակաշառք բաժանելու համար զգալի խստացումներ են նախատեսվելու։ Երեք կուսակցություններ ընտրակաշառք են բաժանել, ուզում եմ ասել, որ ընտրակաշառք բաժանողները բոլորը պետք է ձերբակալվեն, եւ ես կարծում եմ, որ եւ ոչ միայն կարծում եմ, եւ կոչ եմ անում մեր իրավապահ մարմիններին գնալ մինչև վերև, որովհետև բավարար չի ձերբակալել մի քանի տեղային տասովշիկների, պետք է գնալ մինչև վերև։ Այս պահի դրությամբ մեր օրենսդրությունը բավականաչափ հստակ չի ու ընտրակաշառատու սրիկաները կարողանում են դեռևս մանևրել օրենքի այսպես բաներում։ Առնվազն ընտրակաշառք բաժանելու մասով շատ լուրջ խստացումներ ենք նախատեսում ու քաղաքական դաշտի մաքրում ենք նախատեսում ընտրակաշառատու սրիկաներ։ Օրենքը հետադարձ ուժ չի ունենալու, երբ նախատեսված խստացումները ընդունվեն, ընտրակաշառք տվողները այդ պահին գործող օրենսդրությամբ են դատվելու, պարզաբանեցին նրանք։ Ալեքսանյանը նկատեց նաև ակնհայտ է, որ ընդդիմությունը մարդկանց հետ մեկանգամյա գործարքի է գնացել, փողը վերցրել են ընտրել։ Հիշեցրեց ընտրակաշառքի գործով անցնող ուժեղ Հայաստանից պատգամավորի 4 թեկնածու հետախուզման մեջ է։ Ըստ Ռուբինյանի, իր համար ակնհայտ է, որ ընտրակաշառքների գործով պատասխանատվություն են կրում 3 կուսակցությունները՝ Ուժեղ Հայաստան, Հայաստան Դաշինքները և Բարգավաճ Հայաստանը։ Դիտարկմանը, թե ընդդիմությունը հայտարարում է, որ ընտրակաշառքների վերաբերյալ հակակոռուպցիոն կոմիտեի հրապարակած ձայնագրությունները մոնտաժված են, Ալեքսանյանը պարզաբանեց։ Մի հատ այդ ձայնագրությունները լսեք, էլի ասում են կոնտեքստից կտրված է։ Մի հատ որ կոնտեքստի մեջ ուզում եք այդ արտահայտությունները դրեք։ Որ կոնտեքստի մեջ է, որ դա ընտրակաշառք չի ու դա օրինական։ Որ կոնտեքստի մեջ է, որ ասում է ոչխարներին առաջ եմ անում, տանեմ ցույցի։ Որ կոնտեքստի մեջ է, որ ասում է գլուխը 5000։ Որ կոնտեքստի մեջ է, որ ասում է մարդը 70 է ստանդարտ գինը, թե մարդը 50։ Որ կոնտեքստի մեջ է, որ այդ ընտրակաշառք չի։ Ինձ համար եւ ցանկացած բանական մարդու համար ակնհայտ է, որ չէր կարող մի հատ ուղակի մի տասովշիկ զատնել եւ որոշել, որ ինքը պետք է ընտրակաշառք բաժանի իր շենքի բնակիչներին։ Ոչ, ակնհայտ է, որ նախ այդ տասովշիկին այդ գումարները տվել են եւ ակնհայտ է, որ տալուց էլ հրահանգել են, ասել են, «Էս քեզ փող, մի վայրկյան, էս քեզ փող, կգնաս եւ կմուծես, որպեսզի ընտրեն մեզ»։ Ինձ համար ակնհայտ է, որ պատասխանատվություն են կրում 3 կուսակցությունները՝ Ուժեղ Հայաստանը, Հայաստան Դաշինքը եւ Բարգավաճ Հայաստանը։ Ինձ համար ակնհայտ է, որ այդ կուսակցությունների ղեկավարությունն է կազմակերպել եւ ուղղորդել այդ ընտրակաշառքները եւ ես կոչ եմ անում իրավապահ մարմիններին բացահայտել այս սխեման։ Ինչ վերաբերում է ընտրությունների արդյունքներին, ապա դրանք չեղյալ չպետք է համարվեն, որովհետեւ խորհրդարանական մեծամասնությունը լեգիտիմ է։ Քաղաքացիական պայմանագրի ստացած ձայները եւս արձանագրեցին Ռուբինյանն ու Ալեքսանյանը, շեշտելով քաղաքացիական պայմանագիրն է ձևավորելու նոր կառավարությունը։ Ընդդիմությանը մենք խորհուրդ ենք տալիս ինքնալուծարվել, մենք այլ խորհուրդ չենք տալիս Հիմա տեսեք, չէ, ասածս ինչ է, որ մանդատներ չվերցնեն։ Այդ թվում ես խորհուրդ եմ տալիս չվերցնել մանդատներ, խորհուրդ եմ տալիս իրենց կուսակցությունները լուծարել, խորհուրդ եմ տալիս ինքնակամ ներկայանալ ոստիկանություն եւ հայտնել, ով որ իրանցից ընտրակաշառք բաժանել, հայտնել մեղայականով, ասել այո, մենք ենք ընտրակաշառք բաժանել։ Հիմա ինչու, բայց ընտրությունների շատ ուրախ խորհրդարան կլինի, վերջապես մենք ստիպված չենք լինի 5 տարի անցկացնել մարդկանց հետ, ովքեր եկել են այստեղ զուտ իրանց ապօրինի ձեռք բերված գույքը պաշտպանելու համար կամ իրանց հուսով եմ դատվելիք ղեկավարությանը պաշտպանելու համար։ Եթե հանկարծ սխալվեն գան նոր ազգային ժողով, ես կարծում եմ այդ գնապիտակները պետքա հետ վերադառնան իրենց ճակատների։ Նրանք ընտրակաշառատուներ են ու նրանց ճակատին փակցված է լինելու գնապիտակ առաջիկա 5 տարիների ընթացքում։ Իրանց շատ հետաքրքիր ազգային ժողով է սպասում։ Մասնավորապես ազգային ժողովի իրանց հատվածը սուպերմարկետի նման է ալնելու գնապիտակներով։ Ասենք կարելի է ալնելու մոտենալ 5000 դրամ բաժանած ֆրակցիայի պատգամավորին 5000 դրամը տալ ու ինչ ուզենալ ասել երեսին։ Եթե ընդդիմադիրները մանդատները չվերցնեն, միևնույն է նոր ձևավորված խորհրդարանում ճգնաժամ չի լինի, ընդգծեցին քաղաքացիական պայմանագրի ներկայացուցիչները։ Ռուբինյանը նկատեց, այսօրվա քննարկմանն էլ ընդդիմությունը ներկա չէր, 8-րդ գումարման ազգային ժողովի նիստերի կեսին քաղաքացիական պայմանագիրը տեսել է դատարկաթոռներ, մյուս կեսին ապօրինի գույքը պաշտպանելու համար եկած մարդկանց։ Մերի Խաչատրյան, Հովհաննես Քյոսյան, լուրեր։